Կանխվել է սպանության նախապատրաստության դեպք, առերևույթ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հնարավոր է եղել խուսափել վրեժխնդրությունից, հայտնում է քննչական կոմիտեն։ Մեկ այլ դեպքում Արամուսի 61-ամյա բնակիչն իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել համագյուղացի ամուսինների, հետո նաև եւս երկու անձի ուղղությամբ կյանքից զրկելով նրանց։ Մի կողմից հանցագործությունների անխուսափելի դեպքեր, մյուս կողմից կանխարգելման արդյունավետ գործողություններ։ 2025-ի 8 ամիսների ընթացքում հանցագործությունների դեպքերը 2700-ով աճել են, ըստ Արմեն Մկրտչյանի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանցավորության կառուցվածքին, ինչը ցույց է տալիս, որ դեպքերի 82%-ը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններ են։ Սպանությունները կազմում են 0.1 կամ 0.2%-ը վերջին տարիների կտրվածքով, շուրջ 80%-ը դրանք ունեն կենցաղային բնույթ, այսինքն սպանությունների դրդապատճառները դրանք կենցաղային են եղել, այսինքն շատ մեծ կրիմինալ խորքային պատճառներ այստեղ չկան։ Ընդամենը երկու դեպքով է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել հրազանի գործադրմամբ կատարվող հանցագործությունների քանակը, ընդ որում ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս խումբ հանցագործությունների գրեթե 95%-ը բացահայտվել է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ հանցագործության դեպքերի եւ հանցագործություն կատարող անձանց, նրանց վրա ազդող գործոնների, դրանց չեզոքացման կամ նվազեցման ուղղությամբ միջոցառումների վրա, նշում է ներքին գործերի փոխնախարարը։ Չի հերքում այս ուղղությամբ ոստիկանությունը շատ մեծ անելիքներ ունի եւ կատարում է, բայց միայն ոստիկանությունը չէ, որ պետք է զբաղվի հանցագործության կանխարգելմամբ։ Մեծ էֆեկտ չենք ունենա, եթե ներգրավված չլինեն կրթական, առողջապահական, սոցիալական եւ այլ ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը, քանի որ սպանությունների գերակշիռ մասն ունի կենցաղային բնույթ։ Իհարկե, եթե մենք խոսում ենք սպանությունների գործիք հանդիսացող առարկաների մասին, այո, զենքի գործադրմամբ եւս մենք ունենք կատարված սպանություններ, սրանք առավել վտանգավոր տեսակի դեպքեր են եւ հատկապես այսպիսի դեպքերը շատ մտահոգում են հանրությանը, ինչը շատ բնական է։ Ունենք նաեւ արդյունքներ, հատկապես երբ խոսքը վերաբերում է հնչեղություն ունեցող, ինչպես դուք նշեցիք, մի շարք դեպքերի, մասնավորապես ընթացիկ ժամանակահատվածում արձանագրված սպանության դեպքերից միայն երկուսով է, որ առայժմ դեռևս բացահայտման աշխատանքները ընթանում են, մնացած բոլոր դեպքերով սպանությունները բացահայտված են։ Նույն ինտենսիվությամբ էլ տեղի է ունենում ապօրինի զենքերի շրջանառությունից հանելու գործընթացը, վստահեցնում են պատասխանատու գերատեսչությունում։ Հետպատերազմյան շրջանում քաղաքացիների մոտ մնացած հրազանի վերադարձման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում, բայց ապօրինի զենքի շրջանառությունը միայն պատերազմի հետևանք չէ, նշում է քրեաբանական վերլուծության եւ իրավապահ համագործակցության վարչության պետը։ Կան զենքի որոշ տեսակներ, հատկապես գազային եւ օդաչնչիչ զենքեր, որոնց ձեռքբերումը շատ հեշտ է եւ այդպիսի զենքերից կատարված ցանկացած կրակոց, այդպիսի զենքով ցանկացած հանցագործություն հասարակության մեջ եւ լրատվական դաշտում մեկնաբանվում է եւ հավասարեցվում է հրազանով կատարված հանցագործություններին եւ շատ հաճախ այդ արձագանքն է, որ տպավորություն է ստեղծում, որ այդ դաշտում վիճակը այդքան վատ է։ Այս տարվա 8 ամիսների ընթացքում բավականին մեծ քանակի ապօրինի զենք է հանվել շրջանառությունից, որը անցած տարվա նկատմամբ շուրջ 600 միավորով ավել է։ Ոստիկանության աշխատանքները թե օպերատիվ հետախուզական ճանապարհով նմանատիպ զենքերը հայտնաբերելու, թե քաղաքացիների հետ համոզիչ բանակցություններ վարելու առումով նրանց կողմից կամավոր հանձնելու ակնկալիքով մեծածավալ աշխատանքներ են իրականացնում։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1700 միավորից ավել ապօրինի զենք, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեր ունեցած ցուցանիշներից։ Ընդ որում ասեմ, որ ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենքերից մոտ 200-ից ավել ինքնաձիգեր են դրանք, 300-ից ավել մարտական ատրճանակներ, այլ տիպի զենքեր, ականանետեր, նռնականետեր։ Ներկայում զենքի ապօրինի շրջանառության ծավալները ոչ թե ավելացել են, այլ հայտնաբերման ուղղությամբ միջոցառումներն են տարեցտարի ակտիվացել, ինչը արդյունք է տալիս, վստահեցնում են ոլորտի պատասխանատուները։ Նաև ապօրինի զենքի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերումն է նոր թափ հավաքել։ Մոտ 43%-ով ավելացել են ապօրինի շրջանառության
հանցագործների հայտնաբերման դեպքերը, բայց սա ես չէի դիտարկի որպես բացասական ցուցանիշ, քանի որ այն լատենտային հանցագործություն է եւ ցանկացած այսպիսի հանցագործության հայտնաբերում նշանակում է ոստիկանության կողմից, իրավապահ մարմինների կողմից ծավալուն աշխատանք։ Ինչ վերաբերում է օրինական զենքերին, ապա վերջին ժամանակահատվածում զենքի շրջանառության մասին օրենսդրությունը պարբերաբար փոխվում է, իսկ նախարարությունը ուսումնասիրում է ազդեցությունն ու փորձում լավարկել իրավիճակը։ Պատրաստվում են առաջիկայում դարձյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, իսկ ինչ արդյունք են տվել արդեն իսկ գործող կարգավորումները։ Վերջերս ընդունվեց մի օրինագիծ, համապատասխան որի կարգելվի անչափահասներին սառը զենքին նմանվող առարկաների վաճառքը, ինչպես նաև 16-ից 18 տարեկան անչափահասների կողմից այդպիսի առարկաներ կրելը, ըստ էության սա կարծում ենք, որ կարևոր նախաձեռնություն էր, քանի որ ինքնին սառը զենքի վաճառքը ինքը արգելված է անչափահասներին, բայց ֆունկցիոնալապես դրանց շատ նման մենք գիտենք, որ ունենք առարկաներ, կարծես թե որոնք միմյանցից առաջին հայացքից շատ դժվար է նույնիսկ տարբերել։ Հիմա հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ արդեն պատրաստ է նախագիծը, որով ապօրինի հրազենի հետ կապված հանցագործությունները, այսինքն դրա հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, իրացնելը, ինչպես նաև կրելը, մենք առաջարկում ենք սահմանել որպես ծանր հանցագործություն։ Նախարարությունը նախագծել եւ մշակել է նաեւ հանցավորության կանխարգելման համապարփակ ռազմավարություն, որը ներկայացվել է պետական մարմիններին եւ հանրային քննարկման։ Այն առաջիկայում կներկայացվի նաեւ կառավարության հաստատմանը։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակ Նորյալ լուրեր։